Առաջին հանդիպումն է։ Դա մեր առաջին հանդիպումն է անեն Զադիգեն հետո։ Ուրեմն կսավին, որ այսինքն ուշացանք, որովհետև մզի խնդիր կար, որ Լիլիթը շտկեց այդ խնդիրը։ Կներեք ուշացման համար։ Ուրեմն բայց եւ այնպես ավասիկ 8 րոպե չէ 6 րոպե որ ուտն անցել է եւ միայն 7 հոգի ենք։ Ինչ වෙց։ Մի քիչ հետո խոսին, որովհետև չեմ սիրել խոսել նրանց ովքեր հոն չեն։ Ուրեմն լավագույնն է, որ հիմա սկսենք աղոթքով եւ ապա հուսամ հարցումներ կունենաք, մինչև որ մյուսները եւս միանան։ Ուրեմն մտածենք, որ Հիսուս մեր մեջ է, հարուսյալ Հիսուսն է, որ մեր մեջն է։ Օրհնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր օրերգենս ես։ Սուրբ Երեցի անուն քո։ Ես արքայություն քո, երեցին գամ քո, որպես երգենս եւ արգրի։ Ըս հաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ նոք մրած վարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, արպրուգյազ մեզ ճարե, զիքո արքայություն, եզորություն եւ պարկավիտյանս, ամեն։ Տակույ խաղության աղոթյավասններ։ Ուրեմն, որ մենք հարցումով մի դիսկսինք։ Ասել է, որ կրավոր նույնիսկ պատրաստած լինեիք ծեր հարցումը բادرակի մասին, որ կարողանայիք դալ եւ ես բացատրություն սկսելուց առաջ ծեր հարցերին պատասխան տամ։ Ես հարց ունեմ հայրենական բادرակի հետ կապված։ Սպասում եմ։ Ուրեմն ես մտածում եմ, որ ցանկացած հոգևոր առումով զարգացած մարդ բادرակների մասնակցում է եւ Հիսուսի Սուրբ Մարմինը եւ այրունը ընդունում է բادرակների ժամանակ։ Իսկ ովքեր որ ընդհանրապես չեն մասնակցում եւ չափից շատ են բացակայում բادرակներից, նրանց հետ մահանալուց հետո կամ ընթացքում կյանքի ընթացքում ապագայում ինչ կարող է պատահել։ Իսկապես մի հարցում եմ, որ սիբում է մեզ մտածենք մեր կյանքի մասին, մտածենք ամեն ինչի մասին։ Եվ ուրեմն մեր գրոնքը ինչի մասին է։ Երկինք երտալու մասին է։ Իրականության մեջ է։ Երկինք երտալը շատ հեշտ է։ Չեմ կացալերել, որ այդ քողի մասին, այդ ավազակի մասին, որ Հիսուսին աչքում գտնվում է, վերջին ռոբեին երկինքը կողացավ, այդպեսով չէ, որ մենք պիտի մտածենք, անշուշտ, բայց նպատակը ինչ է, մեր կյանքի նպատակը ինչ է։ Սա իրականության մեջ ամենակարևոր հարցն է, որ ամեն մեկը պետք է ինքն իրեն տա։ Ինչ է կյանքի նպատակը։ Այսինքն, երբ որ այսպես ասեմ, պիտի սկսենք մտածել այդ ինչ որ հիմա ինձ համար կարևոր է այսօր։ Չխոսենք կրոնքի մասին, խոսենք ընդհանուր առմամբ ամենակարևոր կետը որն է քո կյանքի մեջ է։ Ցեզ ամեն մեկին կյանքի մեջ, իմ կյանքիս մեջ է, որն է ամենակարևորը։ Ինչ կուզենք։ Դուք որ ծնող եք, անշուշտ
կցանկանաք որ ձեր զավակները ուրախ լինեն, կարողանաք մեծացնել իրենց տալով ինչ որ գարիք ունեն, լավ ուսում, լավ գրթություն, լավ ամուսնություն, ասանք ամենը ցանկանում եք, ամենից չէ՞։ Այո կամ ոչ։ Ամեն զնող ցանկանում է իր զավակներին, այո կամ ոչ։ Պատասխան տվեք, հա։ Բացեք մեկ ձեր Դե ես դեռ ծնող չեմ, բայց իհարկե պատկերացնում եմ, որ ցանկացած ծնող իր ծնողների զգալով իր երեխաների մասին Քո ծնող կդ որ կովդ գայները ինչ է մտածում։ Չհասկացա ինչ ասած։ Քո մամա չէ որ յետևդ է։ Հա։ Այո։ Ինքը ինչ մտածի։ Ինքը մամա է։ Յուրաքանչյուր ծնող հայր Անտոն կամենում է, որ իր երեխան լավ ապագա ունենա, լավ ամուսին ունենա, լավ ուսում ունենա, ընդհանրապես ապագան լավ դասավորվի, ամենալավ բաները կամենում է ծնողը իր երեխային զավակին։ Okay. Սա բավարար է։ Ոչ։ Առաջ ես էլ էի այդպես մտածում, բայց հիմա ես մտածում եմ միայն սրբանալու մասին, որ մենք որպես ծնող, մենք ընդհանրապես մենք ինքներս սրբանալու մասին, նպատակներս միայն սրբանալը, փրկվելն է, ու բացի դրանից է պետք է մտածենք մեր երեխաների փրկվելու ու սրբանալու մասին, հոգ տանենք դրա համար։ Շատ լավ պատասխան է։ Իսկ նույն ժամանակ ինչ կնշանակի սրբանալ։ Այսինքն հասկանանք մեր մեղքերը, զղջանք ու սրբերի կյանքը մեզ օրինակ համարելով ձգտենք նմանվել սրբերին ու Աստծո օրենքների համաձայն ապրենք։ Ասենք ամենը լավ սովորել եք, լավ եք անում։ Ես կուզեմ ձեզ հրավիրել ուրիշ մի տեսանկյունեն նայելու այս ամենը։ Չեմ ասում, որ ինչ որ գիտեք սխալ է։ Ես անոր մասին չէ որ խոսում եմ, այլ ես խոսում եմ, որ բուն ավելի խորը երբ որ գերտանք։ Գիշեմ երդասարդ սիրահարված էր եւ նշանածը իրեն ասում է իր անձի մասին աստծագը սիրեսա գավնի զանգնես եւ տղան ինձ հետո պատմում է ասում է որ անոնք ամեն մասին ես չեմ մտածել ես սիրում եմ եւ իր անձն է ինձ համար կարեւոր ասված էլ նույնն է գիտեք ասված մեր մեղքերուն չի նայում ասված մեր մեղքերը չի գնար տեսնել Անշուշտ գիտակցություն ունի մեր բոլոր մեղքերը իր արջևն են բայց ինքը անոնց չի նայեր ասված նայում է մեզանից յուրաքանչյուրի մեջը իր որդու պատկերը մտածեք սրա մասին իր որդու պատկերն է որ նա տեսնում է եւ ցանկանում է տեսնել մեր պատկերը չափազանց ահաված է ուրեմն սրբությունը ինչ է սրբությունը միայն Աստծո ողորմությունը ընդունելն է Աստծո ողորմությունը պիտի ընդունենք եւ որբեսի այդ ողորմությունը ես կարողանամ ընդունել ես եւս պետք է ողորմած լինեմ Ես չեմ կարող Աստծո ողորմությունը ընդունել, եթե ես ողորմած չեմ։ Սա է։ Իմ կյանքիս նպատակը ինչ է։ Թողնեմ, որ Հիսուս ինձ սիրի։ Սա է, որ ես ցանկանում եմ։ Եվ որովհետև ես գիտեմ, որ Հիսուս ինձ սիրում է, ես կուզեմ, որ ամբողջ աշխարհը ճանաչի
Եվ ինչ որ ես կարող եմ անել, ես կուզեմ անել, որպեսզի աշխարհը ճանաչեն։ Այսօր լսում էի մի վարդապետի, որ խոսում էր, որ գիտեք, ավակ շաբաթ օրը Ֆրանսիայի մեջը ասում է, ինքը ամերիկացի վարդապետ է, խոսում է Ֆրանսիայի մասին, ասում է, որ Ֆրանսիայի մեջը ավակ շաբաթ օրը 17500 հոգի մգրտվեցին, որ սա ամենամեծ թիվն է, որ պատահած է մեկ տարվա մեջը։ Ոչ թե պատահած է շաբաթ օրը, այլ ամբողջ տարվա մեջը։ Ամեն տարի 17500 չունեին, բայց այս տարի մեկ օրվա մեջ ունեցան։ Բայց իրենք կան 100,000-ն ավելի եկեղեցի ունին, այնպես որ մեծ բան չէ, շատ եկեղեցիներ չունեցան, բայց կար եկեղեցիներ 15-20 հոգի ունեցան։ Ինչևէ, ուրեմն ասում է, որ այս ամենը ինչպես սկսեց։ Եվ հետաքրքրական է լատինական բادرակի սկիզբը ավակ շաբաթ օրը, չեմ գիտե թե ձեր որևէ մեկը ներկա եղած է, ունեն ամենե առաջ եկեղեցի են դուրս, Վատիկանի մեջ նույն ձևով է, եկեղեցի են դուրս կրակի օրհնությունը եւ լույսը։ Այդ լույսը առաջին մոմը գվարեն, որ օրհնված մի մոմ կլինի եւ ամբողջ զատկվա շրջանը, այսինքն հիմա մինչև ամբարձումը այդ մոմը գործածի եկեղեցիների մեջ բادرակների ժամանակ, մուգրտությունների ժամանակ, հարսնիքների ժամանակ այդ մոմը գվարեն, հաստ բավականին հաստ մոմ է ընդհանրապես։ Բարի երեկո, վարդապետ ջան։ Այդ կրակի օրհնությունն ինձ համար քանի տարի է, 15 տարի է գայթակղություն է համարվում։ Չի նայվում, չի տեսնում, որ այդ օրհնվում է կրակ ու այդտեղից է վերցնում մի տեսակ հեթանոսական աշխարհ է գնում միտքս։ Ինձ համար շատ անգամ ավելի հաճելի է, որ մեր հայկական ծեսով հենց մենք վերցնում ենք պատարագի Ղուրանի վրայից կրակը վերցնում ենք, ոչ թե կրակ առանձին օրհնում ու ներս եք բերում։ Բայց այդ մոմը, որ օրհնվում է, եւ այդ լույսը, որ երկվում է, սա Հիսուսի լույսն է, հեթանոսական չէ սա, Հիսուսի լույսն է, այդ մոմին վրա 5 հատ խունկ դրվում է։ Այո, վերքերն է դրվում, բայց ինչու պետք է փայտը վառենք, այդ կրակը օրհնենք, հետո նույնը այնտեղից վերցնենք։ Կարելի է հասկանում եմ, որ հիմա ես իմ դիրքից բան եմ խոսում, ավելի գլխիցս վեր բաներ եմ խոսում, բայց այդ միշտ եղել է իմ մեջ, ուղղակի որ ես պատահեց դրա համար էլ բացվում եմ ձեր դեմ։ Կարելի է այդ մոմը օրհնել, մոմի վրա վառել ուղղակի, ինչի պետք է անպայման այդ փայտը վառվի, փայտից այդ կրակը վերցվի, նոր ներս բերվի։ Մի տեսակ հեթանոսական ժամանակներում միշտ այդ կրակապաշտությունը եղել է։ Մի տեսակ Խնդիրը դեսը, եթե գուզես գրավագավաշություն ունի դեսնել, դեսը, պանչիգա, բայց գրակը այսօր, լույսը այսօր Աստծո բարգևն է, եւ լույսը առաջին բանն է, որ Աստված ստեղծեց։ Առաջինը, որ Աստված ասեց, եղեցի լույս եւ եղավ լույս։ Եվ հիմա այդ լույսը Հիսուս ասում է, ես եմ աշխարհի լույսը, ես եկա աշխարհ, որպեսզի ամեն մարդ որ ծնի, իմ լույսը ընդունի։ Եվ այդ լույսն է, որ հոնդեղը մոմի վրա տեսնում ենք, բայց մեր ցանկությունը այն է, որ այդ լույսը լինի մեր սրտի մեջ։ Ուրեմն այդ լույսը, որ այդ արարողության մեջ կա, ուրեմն մի գայծ է, եւ այդ գայծը ավասիկ մոմը, զատկվա մոմը վարվում է այդ լույսով, եւ այդ լույսեն կերտա
ամբողջ 4 կողմը։ Հիմա երբ որ գխոսենք մեր արևելյան, այսօր 500 տարի առաջ, 1000 տարի առաջ, մեր հայկական ծեսը ինչպես էր։ Գիտես, որ ամեն տարի ավագ օրը Երուսաղեմում նույնը կկատարվի եւ այդ լույսը անմիջապես տարբեր երկիրներեն մարդիկ հոն կլինեն եւ այդ լույսը գարնեն իրենց երկիրը տանելու եւ Երուսաղեմեն Հայաստան կբերեին այդ լույսը եւ այդ լույսով է որ գվարեին եկեցու բոլոր լույսերը բոլոր եկեցիների լույսերը այդ Սուրբ Հարության լույսից է որ վարվում էր եւ հին ժամանակ իրենք հիմա հեշտությունը չունեին մեկ լույսով գրակ վարել ուրեմն այդ լույսը որ գալիս էր այդ լույսը մեծ ուշադրությամբ վարված կբահեին ամբողջ տարին սա ասորտնությունն էր եւ այդ լույսը սկիզբը առնում է պայդից մեր հայերը հույները նույնն է եւ մեր հայերը միշտ գահվարտանային որ մենք առաջին ազգն ենք եւ ամենաշուտ կբերենք մենք այդ բանը լույսը մեր երկիրը մեծ արագությամբ մեծ մորցում կար ուրեմն այս ամենը խորը իմաստ ունեն խորը կարևորություն ունեն ուրեմն վերադառնալով այս կանային եւ կանայի խոսքին ասում է որ մի կայծ եւ այդ կայծից մոմը վարվեց եւ այդ մեկ մոմից փյուրավոր մոմեր վարվեցին մեկ տարի եղել եմ բան Հռոմ եւ այդ մեկ կայծից 80,000 հոգի գայինք բան Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարին մեջը 80,000 հոգի ենք եւ մոտ է ամենտեղ լույս չկա միայն այդ մոմերի 80,000 մոմի լույսը եւ սա միայն մեզ ասելու որ Հիսուսն է այդ լույսը Հիսուսն է որ կուզենք որ մեզանից յուրաքանչյուրի սրտի մեջը այդ լույսը լինի հայկական հիմակվա բանը որ կա սովորույթը որ կա սա ավելի առաքելական եկեցու մեջն է քան թե կաթողիկ ուրիշ երկրների մեջը կաթողիկները ճրակալույցին այդ ամեն առավոտյուն գնային բայց ոչ մեկը վարված մոմ դունը չեր տանի ասկայս ավելի Հայաստանի մեջ տեսած եմ ինչևից է ուրեմն այս անձը ասում է մի կայծ սկսեց եւ այդ լույսը տարբեր մարդկանց սրտին մեջը նրանք ովքեր հոնդեղը մգրդվեցին այդ օրը այդ գայծը իրեն սրտին մեջը երկար ժամանակ աշխատեց մինչև որ եղավ հավատքի լույսը չեմ գիտեր եթե կարող եք ինձ հետևել իր ասածը փոխապերական իմաստով հիմա առնում է որ գայծ եղավ եւ այդ գայծը սրտին մեջը որ սկսավ իրեն հետաքրքրել հետաբնտել որբեսի ավելի եւ ավելի սովորի իր գրանքի մասին մինչև որ գնաց եւ ցանկացավ մգրտվել ակին դասընթաց անցնելուց հետո մեկ տարին ավելի դասների պիտի հետևեր որբեսի կարողանար մգրտվել եւ տրոշմվել եւ առաջին հաղորդությունը առնել նույն օրը հիանալի մի բան է եւ ասում է որ այդ կայծը ոչ այդ փայդի գրագեն է որ պիտի կա այդ կայծը պիտի կա մեզանից մեր կյանքն է որ պիտի լինի կայծը ուրիշների կյանքի մեջ երբ որ ուրիշները տեսնեն
որ ես ապրում եմ ուրախության մեջ։ Եվ այդ ուրախությունը եղածավոր չի գնալու։ Այդ ուրախությունը իրականության մեջ Սուրբ Հոգու բդուղն է։ Ուրեմն երբ որ ունես Սուրբ Հոգին, կարելի չէ դխուր լինես։ Դխուր Սուրբ չենք ունեցել, ոչ էլ կարող ենք ունենալ դխուր Սուրբ։ Որքան որ դարաբել են, ինչ որ եղել է իրենց կյանքի մեջ, երբեք չի եղել դխուր մի Սուրբ։ Սուրբ Հոգին դալիս է իր ուրախությունը։ Եվ երբ որ մենք լինենք ուրախության մեջ, եւ գիտեք, հազարավոր մարդիկ, ես անցամ քանիներ կճանչեմ, որ հարց տվեցին շատերին, ինչու ուրախ ես, երբ որ ամեն ինչ վատ է չորս կողմդ, դու ինչու ուրախ ես, ինչպես ուրախ ես։ Խելքդ գործընծած չես, բայց երբ որ հասկանում են, թե ինչ է պատճառը եւ ինչպես է որ այդ ամենը տեղի ունենում, անշուշտ ամբողջ այն դարբեր ցավով սկսում են նայել։ Ուրեմն սա է կարևորը, որ դու եւ ես ուրախությամբ ապրենք, Սուրբ Հոգու ուրախությամբ, որպես ուրիշները տեսնեն եւ ուրիշները ցանկանան, որ իրենք էլ ունենան այդ ուրախությունը։ Եվ իրենք էլ պիտի գտնեն Հիսուսին։ Այսօր գրոնակիդությունը փունը ինչ է։ Աստծո օրենքները սորվել չէ։ Գրոնակիդությունը հասկանալ, որ ես սիրված եմ Հիսուսից։ Սա առաջին կետն է։ Ես սիրված եմ։ Որքան վատություն արել եմ կյանքիս մեջը, այդ ամենը ոչինչ չի փոխել, ինչպես Մայր Տերեզան ասում է։ Բամը չի գա, որ կարող ես անել, որպես բարիք, ամեն տեսակ բարիք որ անես, բամը չի գա, որ Աստված կարողանա քեզ մի քիչ ավելի սիրել։ Եվ ոչ մի վատություն չի գա, ոչ մի մեղք չի գա, որ կարող ես գործել եւ Աստված քեզ ավելի քիչ սիրի։ Չկա։ Աստծո սերը անհուն է ամեն վարքան։ Եվ վերջին վարքանին է, որ ես կարող եմ Աստծուն ասեմ, որ ոչ, քեզ չեմ ուզել։ Մինչև այդ ժամանակ ինքը շարունակում է ինձ սիրել, բայց վերջին վարքանին ես եմ որ Աստծուն ասեմ, չէ, գործվիր, չեմ ուզել քեզ։ Հնարավոր է այդպես բան լինի, այո։ Այսօր ունենք Հայաստանի մեջն էլ անցիկ ունենք, ովքեր ասում են, որ քանի որ Լուսիֆերը եղած է առաջինը, որ Աստծո դեմ ըմպոստացած է, ես կնախընտրեմ Լուսիֆերին ետևեն երթալ։ Կան անխելքներ շատ են, պետք է աղոթենք իրենց համար։ Ուրեմն մեր կյանքի նպատակը պիտի լինի թողնենք, որ Հիսուս մեզ ավելի եւ ավելի սիրի, որքան որ ասում են, որ Աստված մեզ ավելի շատ չի գնար սիրել, բայց ես կարող եմ ավելի եւ ավելի հասկանալ Աստծո սիրո մասին։ Թե որքան Աստված ինձ սիրում է։ Որպես ես ավելի լավ հասկանամ Աստծո սերը ինձ հանդեպ, իմ սիրտս պետք է բացրվի։ Աստված ինձ նոր սիրտ պետք է տա։ Ինչպես որ 5 դագարանի մարգարեները ասում են, Աստված պիտի հանե մեր քարացած սիրտը եւ դեղը մարդկային սիրտ պիտի տնե։ Մի սիրտ, որ կարող է ընդունել Աստծո սերը։ Աստծո սերը հոն է միշտ անձայրածիր սեր։ Բայց ես եմ, որ իմ սիրտս պիտի բանամ, կամ ավելի ինքն է, որ իմ սիրտս պիտի բադրե, որպես ես կարողանամ իր սերը ընդունել։ Որքան գեղեցիկ է մեր կյանքը։ Ուրեմն, մեր կյանքի նպատակը մեր սիրտը բադրելն է, կամ թողնել Հիսուս բադրե։ Երբ որ կբադրվի, արդեն մենք Աստծո հետ կմիանանք։ Եվ կտեսնենք, որ Սրբոյի Տերեզա Լիզիոյի
24 տարեկանին այնքան սեր կար իր մեջ, որ այդ սերը իրեն վերջացուց, միացուց Աստծուն։ Կարող ես 100 տարի ապրել, 500 տարի ապրել եւ չունենալ այդ սերը, ինչ որ այդ աղջիկը ուներ 24 տարեկանին։ Սա է մեր ուզածը։ Մեր սրտերը բادرվեն։ Հիսուս պիտի բادرի այդ սիրտը։ Կարծրացած սիրտը պիտի բادرի եւ դա մարդկային սիրտ պիտի դրե։ Եվ երբ որ այդպես կլինի, այլևս երբ որ ես բادرակի եմ, այն բادرակը ամբողջովին տարբեր բան եղավ։ Ես բادرակի ոչ թե գերտամ ու կամ չէ, այլ կմասնակցեմ, կմիանամ, որովհետեւ մեր կյանքի նպատակը միանալն է Հիսուսին եւ Հիսուսի միջոցով եւ բոլորս միասին որպես անդամներ եկեղեցուն կլինենք անդամներ հարուցյալ Քրիստոսի մարմնույն եւ կմատուցենք Հիսուսի այդ մեկ հատիկ զոհը, որը Պաշտամունքի զոհն է, միակ զոհը, որ Աստծո ընդունելի է։ Ուրիշ զոհ չկա, որ Աստված կընդունի։ Մեր բոլոր դժվարությունները, մեր բոլոր զոհերը, այդ ամենը, մեր բոլոր ցախողությունները, հաջողությունները, այդ ամենը մենք միացնում ենք Հիսուսին եւ Հիսուսի միջոցով է, որ մենք նվիրում ենք Աստծուն, ուրեմն որպես դա անենք, մենք միանում ենք եւ լինում ենք մեկ։ Եվ այդ ամենաքեղեցիկ վարքյանը, որ մենք մեկ ենք Հիսուսի հետ, հակառակ մեր մեղքերի, հակառակ մեր բոլոր դժվարությունների, երբ որ մենք Սուրբ Արարության գերտանք։ Եվ երբ որ մենք Սուրբ Արարության գերտանք, կացած եկած ժամանից ինչ ենք անում։ Ուրիշ 1001 տարբեր բաներով մտածպահենք, քան թե ընդունելով Հիսուսին մեր սրտի մեջ։ Ուրեմն բادرակը հասկանալը ո՞ս է, որ ինչ է բادرակը։ Միայն մեկ եւ մեկ հատիկ զոհ կա։ Ուրեմն Հիսուս միևնույն ժամանակ ինքը եւ գարն է, որ զոհվում է, ինքը նույն ժամանակ խորանն է, որի վրա զոհվում է, ինքը դաջարն է, որի մեջ այդ լինում է, եւ նաեւ Հիսուս ինքը քահանայապետն է, որ եւ զոհվում է եւ մատուցում է այդ զոհը։ Այդ ամենը Հիսուս անում է եւ այդ ամենը ճշմարիտ բادرակն է։ Երբ որ մենք աշխատենք եւ հասկանանք այս իրականությունը, մենք հասկացած կլինենք բادرակը։ Արծում Ոևէ մի կետ կա, որ գուզեք անոր մասին խոսիմ, որ ավելի հստականաց էր մտքին մեջը։ Այո, քանի որ ես ահագին տարիք ունեմ ու 30 տարի է մայլված եմ պատարակով, երևի իրավունք ունեմ այդ մասին խոսելու։ Այդ ուրախությունը ես իմ կողմից եմ ասում, որովհետև ահագին ճանապարհ եմ անցել։ Այդ ուրախությունը, որն ասում եք, պատարակի ժամանակ զգալի է։ Ես միշտ աշխատում եմ մտածել, որ քրիստոնեությունը զգացմունքային կրոն չէ։ Սա քրիստոնեությունը մտքի եւ սրտի կրոն է։ Բայց այդ զգացմունքային, այդ ուրախությունը, սրտի ուրախությունը լինում է։ Բայց որ դուրս ենք գալիս, ու տուն ենք գալիս, սկսվում է առօրյան։
Դրանից ինչ հետևանք կարելի անել։ Ուրեմն Սուրբ Հոգին կորալ մեր միջից։ Ինչի՞ այդ ուրախությունը չի ստա ամեն անգամ հաղորդությունից հետո միակ իմ աղոթքն է, որ այն լույսը, որ ես ստացա, կարողանամ տանել իմ ընտանիք, իմ հարազատներին կարողանամ, բայց տուն ես գալիս, մտնում ենք առօրյայի մեջ։ Այդ ինչպես կարելի է հասկանալ։ Եթե ասենք, որ Սուրբ Հոգին ուրեմն գնաց, դա ճիշտ չի լինի, դա քրիստոնեական չի ստացվում, չի Որևէ մեկը խաղապար ունի, թե ինչպես կրնա պատասխանել։ Չէ, որովհետև իմ մոդել է եղել։ Կարծում եմ այդ լույս ուրախությունը կարող է սպալ աղոթքով եւ կամքի ուժի միջոցով։ Սուրբ Հոգին որտեղ ուզում է, այնտեղ էլ փչում է։ Բռնել ու պահել մոտդ չի ստացվում։ Շատ բարի։ Մեր բոլորի մոտ նույն խնդիրը կա։ Մենք երկու աշխարհի մեջ ապրում ենք։ Ապրում ենք մենք մեր առօրյա կյանքը եւ բادرակը ամբողջովին տարբեր մի բան է։ Երբ որ հոն եմ, բادرակի եմ, տարբեր կյանք է, բայց ես չեմ կարողանում այդ կյանքը միացնել իմ առօրյա կյանքիս հետ։ Սուրբ Հոգին ցանկանում է, որ ես միշտ ունենամ այդ ուրախությունը։ Եվ երբ որ գսեմ այդ ուրախությունը, սա հասկացական ուրախություն չէ։ Ներքին հանդարտություն է, որ ինչ որ գուզե լինի, ես վստահում եմ Աստծուն, ես գոհ եմ Աստծուց եւ ամեն ինչ ինձ ուրախություն է բաճարում։ Ինչ որ գուզե թողնա։ Երեք ոստեղը գրասենյակը ինձ ասվեցա, որ մի բան կողծված է։ Տակն ու վրայի են, թե ով կողծավ, ով կարող է իմ հոգս չէ։ Երկրորդ օրը այդ մտահոգողներին ասեցի, որ արդյոք ծեր մտահոգության 5% կարժեր, եթե այդ կողության դեղը 10 անգամ ավելի մեծ կողություն լար, ծեր մտահոգությունը կարժե, թողնենք Աստծուն, վստահենք Աստծուն։ Եթե կողծվեցավ եւ գնաց թող երթա, ինձ մե որքան կողծված է Հայաստան քալես եւեր $300,000 ավելի կողծած են ինձ մե։ Իմ հոգս չէ, որովհետև չարժեր այդ բաներով նյութականով ես մտահոգվեմ։ Առողջությանս չարժեր, որ ես մտահոգվեմ։ Չորս կամիններս ամեն մեկը տարբեր անց է, ամեն մեկը իր կյանքը ունի ապրելու։ Այսօր երբ որ կխոսեմ ծնողների հետ, ծնողներին կսեմ, որ երբ որ մտահոգ են իրենց զավակի մասին, կսեմ ով ավելի շատ կսիրեք ու զավակդ, Հիսուս կամ տուն։ Կստիպե մտածել դալ իրենց։ Մամա թիվանտ է, բաբա թիվանտ է, մտահոգ ես, ով պիտի նայի։ Ես անցամ, ասկե 2 տարի առաջ էր մամաս իր կյանքի վերջավորության, որ հոսքովս վերջացավ իր կյանքը, այս աշխարհից վրա, այս իմ անշուշտ ինքը կենտանի է Աստծո հետ, ուրեմն վերջին 2 տարիներին այլևս մեկը պետք է որ միշտ իր մոբը զբաղվի Դագմա Կրասունյանն է։ Եվ 2 տարի առաջ ես մտահոգ էի իմանցիս մասին, որ եթե ինձի բամը լինի եւ ես ալ ցերկեվոտ կեինամ, մարդ չունի որ ինձ նայի։ Բայց մեկ շաբաթ չդեվեց։ Հիսուսին ասկա իմ պրոբլեմը չեկոնն է։ Ինչու ես պիտի մտահոգվեմ։ Ես ուրախ եմ,
Պամը չի գա որ գրնա այդ ուրախությունը իմ մեջս հանե, ինչ որ գուզե թողլա, Նիսական չափազանց շատ դժվարություններ ունեցել եմ կյանքիս մեջը, շատ մեծ բարդքերի տակ մնացել է, բայց Հիսուսին ասել եմ, Հիսուսին, ինչպես որ կուզես, և թողել եմ իրեն, և երբ որ ես կարողանամ ամեն ինչ թողնել իրեն, կտեսնեմ, որ իմ ուրախությունը կլինի ոչ թե բادرակի ժամանակ միայն, այլ բادرակեն դուրս ևս։ Անցյալ օրը YouTube-ի վրա մի րոպեանոց մի բան կար, որ ասում է, որ մարդու մեկը կաթողիկ չէ, ամերիկացի, ասում է, որ իրեն առաջարկած են, որ երբ որ աշխարհի մեկ շաբաթ բոլոր մարդկանց հետ հարաբերվի, կարծես Հիսուսին հետ հարաբերվում է, եւ թող տեսնի թե կյանքը ինչպես կփոխվի։ Գսե դուն կացի եւ մաման ճաշ կեպեր։ Մամային մեջը Հիսուսը տեսա եւ օգնեցի։ Ճաշեն հետո ապսեներ ամաները լված իրեն օգնեցի։ Բաբան եկավ, բաբան հոգնած է, հարկանքով իր հետ վարվեցի, որովհետև Հիսուսի հետ վարվում էի։ Երկրորդ օրը գործի գնացի, գործի տեղը նույն ձևով բոլորին հետ վարվեցի, որ ամեն մեկը նրա մեջ տեսա Հիսուսը։ Մեկ շաբաթ բավական դժվար էր, որ այս ձևով ապրեմ, բայց եւ այնպես մեծ հանդարտություն եւ ուրախություն եղավ իմ մեջ։ Երբ որ բոլորին մեջ տեսա Հիսուսը։ Անշուշտ, սա չափազանց դժվար մի բան է, եւ Մայր Տերեզան, Կալկատայի Մայր Տերեզան մեզի սա է սովորեցնում։ Եվ ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում այդ ձևով է որ կվարվե բոլորի հետ, ամենաղկատը, ամենահարուստը, բոլորի հետ եւ մի փոխկական լրակրող քրելով իր մասին, ասում եմ, որ մենք սենյակի մեջ էինք, լրակրողներ մի սենյակի մեջ էինք, երբ որ ինքը մտավ, ամբողջովին տարբեր մի զգացում կար ամբողջ սենյակի մեջը, եւ մեզանից յուրաքանչյուրի հետ այնպես վարվեց, կարծես մենք Հիսուսը լինեինք իրեն համար։ Եթե երկնքեն հարուցյալ Հիսուսը կար, ավելի մեծ հարկանք պիտի չստանար, քան ինչ որ մենք ստացանք այդ կնոջից։ Սրբություն կխոսենք, սա է սրբությունը։ Բայց մինչև հոն հասնենք, երկար ճանապարհ ունենք, եւ Հիսուս չսպասեր, որ մենք դա անմիջապես անենք կամ նույնիսկ մեր կյանքի վերջավորության կարողանանք այդ կատարելության հասնել։ Ինչպես որ մեր Ռամի բաբա, մահացած Ռամի բաբա Ֆրանցիսկոս ասաց, սրբությունը ապրել մեր առօրյա կյանքը լավագույն կերպով որ կարող ենք։ Ոչ թե մեծ գործեր անելով, այլ բզդիկ գործեր գրծածնից չափ շատ սեր ցույց տալով։ Սեր ցույց տալ, տեսնել Հիսուսին թիմացինին մեջը, ավասիկ սա է սկիզբը։ Բայց անշուշտ ես այսօր կցանկանայի ավելի խոսալ բادرակի մասին, բայց շատ հեռու անգույնեն եկա բادرակին վերաբերյալ, չեմ գիտեր, եթե հիմա հարցեր ունիք, պատասխանեմ այդ հարցերին, եւ հետաքրքրական է, որ 5 հոգի արդեն գործընծեցինք։ Մեզ լսարանեն 5 հոգի գործընծեցինք։
Դա, տեսեք, ես եւս հարփուխ եմ, բավական օգնած եմ հիմա։ Միայն գուզեմ բանել, որ ուրբաթ օրը, երբ որ հանդիպենք, հուսամ գարտասած կլինեք եւ հարցեր կունենաք այդ առաջին երկու գլուխների վերաբերյալ կոնե առաջին գլուխը լավ գարտասած լինեք եւ գրավոր հարցեր ունենաք, թե ինչ կուզեք որ պատասխանեմ։ Եթե ոչ, կշարունակեմ քիրքը եւ բացատրություններ կտամ։ Շատ բարի։ Եթե հարցեր ունիք, ես պատրաստ եմ ելի պատասխանելու։ Հարց չի գա։ Ուրեմն բարի գիշերս եմ։ Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Աստված մեզ բոլորիս հետ։ Մինչև ուրբաթ։ Շնորհակալություն, շատ բարի գիշեր։ Շնորհակալություն, բարի գիշեր։